Ես 3 տարի աշխատում եմ, Արցախից ենք եկել։ Որպես ինչ եք աշխատում։ Մենք ճիշտ ասած պարոն Ծառուկյանը շատ մեզ օգնել։ Շատ մեզ օգնել, շատ։ Որ մենք առաջ անգամ եկել ենք, գնացել ենք Աբովյան, ինքը Լիաննայի հետ, Սաղի հետ եկել են, ինքը մեզ աշխատանք տվել, տեղատվել, օգնություն։ Ճիշտ ասած, հիմա մենք տուն ենք վերցրել հիպոթեկով, հիմա աշխատանք փակել են, ոչ մի ձևի, օրինակ պետությունից ես այն 4 միլիոնը որ պիտի տային չի տալիս, ասма չեմ տալիս։ Ասма տուն ես վերցրել, որոմս կկարաս փակես, բայց ես տուն վերցրել եմ հիպոթեկով, ասել եմ հիպոթեք վերցրել, վարկում եմ հիպոթեք, հիմա ես էլ փակել եմ։ Հիմա ոնց պիտի տան։ Տեսնում են եկամուտ ունեն եւ դες այդ 4 միլիոնը չեն տալիս այդպես։ Ինչ եկամուտ մենակ ես եմ։ Մենակ ես եմ 140,000 աշխատավարձ եմ ստանում, դրանով ես էլ տալիս եմ 190,000 հիպոթեք, մենակ հիպոթեկը։ Աղջիկս ա մեկ օգնում, բայց իրան էլ ընտանիք ունի, ինքն էլ է աշխատում, որը պիտի իր ունենա, երկու անջապահ երեխա ունեն, ինքն էլ անջախ իր օգնում է այնքան որ տնանք ինչ է դառնում։ Շատ ենք մենք բողոքել, թե վարչապետին, թե նախարարին, սա մեր դիմումները ատկազ տուվել են, ասма չի հասնում, ասма հենա մարդկա, մարդկա օրինակ 18 թվին ստեղ հիպոթեկով տունա վերցրել, իրանցը փոխանցել են, ես 25 թվին հուլիսին վերցրել եմ, ասма քեզ չի հասնում, այդ 4 միլիոնը, ասма ինչ որ միջև հուլիսի մեկը որ տվել են, միջև հուլիսի մեկը պիտի վերցրած ես, ես հուլիսի 7-ին եմ վերցրել, ով տուն, ասма չենք տալիս։ Եթե խնդիրը լուծում չստանա, ձեր աշխատավայրը չվերաբացվի, ինչ եք անելու։ Ես չգիտեմ, դրա համար ուզում ենք, որ աշխատանքը բացի, թեկուզ քիչ, բայց դե մեկ է, աշխատում ենք տալիս, սաղ արցախցիներ են ստեղ աշխատում, սաղն էլ իրանց վարկեր ունեն, վարկերասաղ, ամեն ինչ։ Ճիշտ ասած, որ եկել եմ, չէ, պարոն Ծառուկյանը, Լիաննան, իրանք են մեզ օգնել բերել ստեղ աշխատել, չէ, մենք Աբովյանից են գալիս, օրինակ պարոն Բաբայանն, այնտեղ մենք սպորտ դպրոցում էինք, մնում միջև այնքան տնից տուն ենք տեղափոխվել, ասма դու մենակ ես, քեզ ոչ մի բան չի ասում, ոչ մի օգնությունից չենք մենք, մենակ մարդը հաշ չի ուտում, ոչ մի ձևի մեզ բան չեն տվել, էլի, մենակ պարոն Ծառուկյան, շատ, ես ցավում եմ, որ լսել եմ պարոն Ծառուկյան, շատ եմ ցավում,